Նոյեմբերի 15-ն է, գտնվում ենք Երևանում, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, ու հիմա տեսնում եք 9 հարկանի նկուներ, եթե հաշվենք, 10 հարկանի շենքի 3 մուտքերը ամբողջությամբ կարելի ասել պատված է, լցված է կեղտաջրով, կոյուղաջրերով։ Բնակիչները ասում են, որ այնքան են զանգահարել Երևանի քաղաքապետարանի թեժգից, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ Վիոլա Ջուր, սակայն 3-ն էլ են հայտնի առակի նման մեկը մեկի վրա է գցում։ Վիոլան ասում է դա իմ գործը չի, քաղաքապետարանն ասում է Վիոլայի գործն է, Վիոլան հետո գցում է թաղապետարանի վրա, ինչպես բնակիչներն են ասում, 3-ն էլ լավ հայտնի ֆիլմի Խաթաբալայի նման խաբում են ժողովրդին։ Առաջին մի քանի օրերին խոստանում էին, որ կգային խնդիրը կլուծեին, սակայն ոչ մի օգուտ։ Հիմա տեսնում եք այն բնակիչները ինչ վիճակում են անցնում այս կեղտաջրի միջով։ Հետո էլ ասում են պայքարում ենք կորոնայի դեմ, պայքարում ենք վիրուսների դեմ, այս մարդիկ մի ոնց անցնեն։ Տեսնում եք։ Ոնց եք անցնելու։ Մի կերպ լողալով։ Մի կերպ, չէ։ Տեսեք, պարոն Ավինյան, հարգելի Քանաքեռ Զեյթունի թաղապետով, Վիոլա ջրի կաբինետում նստած չինովնիկներ, տեսակ, ծնողը երեխային ինչ վիճակում է տեղափոխում, ամբողջ այստեղ պետք է լինեք, որ այս կարշաոտը զգաք, հակասանիտարական վիճակը զգաք, բան հոսում է կեղտաջուրը, մուտքերը նույնիսկ մուտքերը, մարդիկ չեն կարում ազատ տեղաշարժվեն, այս շենքում նաև տարեց մարդիկ են ապրում, այդ խեղճ մարդիկ չգիտեմ ոնց անցնեն, մանավանդ դիմացի հատվածում խաղահրապարակն է, մանկապարտեզն է, քիչ այն կողմ Արաբգիրի զինկոմիսարիատն է, դո լավ կանի ես անցնեմ մեջով, ոչինչ, ինչ անեմ։ Հիմա տեսեք, մի քանի դիտահորերից ամբողջ կեղտը դուրս է տալի։ Ուսա ոչ թե նոր է, այլ երկար ու ձիգ տարիների պատմություն ունի, ամեն անգամ մի քանի անգամ Վիոլան է եկել, մի քանի անգամ բնակիչներն իրենց ուժերով են խողովակները մաքրել, բայց սա հարցի լուծում չի, ճիշտը մի քանի 100 մետր խողովակը պետք է փոխվի, չես կարում խոսաս ես հոտից բերանը չորանում է, այսպես գնում է, ու ոչ թե միայն այդ ազատության պողոտա երկրորդ շենք, այլ նաև իջնում է ներքև։ Շենքի հետևել այդ հեսա, դիտահորը, որ պիտի քաշեր ջուրը, տեսեք, դիտահորը ջուրը չի կարում քաշի։ Պարոն Ավինյան, չեք ուզում Վիոլա ջրին մի բան պարտավորեցեք։ Նկուղների հերը անիծվում է, չէ։ Այո, սա լրիվ նկուղն է լցվում։ Մի նկուղը լցված է ամբողջը կեղտաջրով։ Այո, այսօր եկել են վերևի շենքից էլ։ Ես բազմիցս քաղաքապետարան, թաղապետարան ջրմուղ գրել են, գնացել են։ Վիոլա ջուր գրել եք։ Արել ենք, թաղապետարանն է գրել, ոչ մի բան չեն անում։ Սա բնակիչները կանոնավոր վճարումները կատարում։ Այո, բոլորը համարյա 2 ամիսը մեկ սա պարտադիր լինում է։ Բայց էսի անտանել է, ասում առավոտը ավելի ուժեղ էր գալիս։ Առավոտը այն վերևի շենքի, որ մերը դիկով է, մերը փոս է, գալիս է շենքի բանով, լրիվ անցնում է։ Անտարակություն է։ Ամեն ամիս լինում է էսի, ամեն օր։ Այդ եմ ասում, 2 ամիսը մեկ պարտադիր է։ Սենց տեսնում եք, բնակիչների խոսքը լսում եք։ Բա հո խմենակ հոտը խոլերայի բուն է, ասում են կորոնայի դեմ պայքարեք։ Ապրեք։ Էսի կորոնայից բեթարա։ Ապրեք, լիքը փոքր բալիկներ կան։ Տոր կորոնան գոնե կասես դիմակ կկրան, հեսա։ Ունենց էլ վարար գնում է կեղտաջուրը։ Ու սենց իջնում է։ Վայ։